Պարոն Դանիելյան, 44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, 5 տարի հետո ասես ունենք անորոշություն, ունենք զոհերի և վիրավորների չհստակեցված թիվ, պետական անտարբերություն, սա այս ամենը ինչի մասին է խոսում։ Ես դրանք ավելացնեի նաև անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, որ տարբեր տվյալներով 191 հաստատված թիվ կա, իրենք էլ այսօր հարազատները, բարեկամները սպասում են լուրի, որովհետև դա էլ մի ուրիշ կարգի ողբերգություն է, որ մարդիկ 5 տարի է անցել և հարազատները, ծնողները առհասարակ տեղեկություններ չունեն։ Պետության ղեկավարության անպատասխանատվության արդյունքում մենք այսօր ստիպված ենք արձանագրել, որ արդեն 5 տարի է անցել, բայց այդ ուղղությամբ նորմալ պատշաճ քայլ չի կատարվել։ Առհասարակ պատերազմի և պարտության վերլուծությունը օբյեկտիվ չի կարող քննություն տեղի ունենալ, եթե իշխանության են այս մարդիկ, որովհետև իրենք անմիջապես պատասխանատվություն են կրում բանակցային գործընթացը ձախողելու, իրենք պատասխանատվություն են կրում պատերազմը ոչ պատշաճ կազմակերպելու, իրենք պատասխանատվություն են կրում ոչ միայն 44-օրյա պատերազմի համար, այլ այն ամեն աղետների համար, ինչը որ բերել հասցրել են մեր ժողովրդին, մենք այսօր ցավոք սրտի մեր օրացույցով գրեթե ամեն ամիս տարբեր պատերազմների, տարբեր արհավիրքների հիշատակի օրեր ենք ունենում, ցավոք սրտի այդ հիշատակի օրերը և խոնարհումի օրերը իրենք գիտեք կազմակերպում են խրախճանքներ, կազմակերպում են ֆեստիվալներ և տարրական ապրումակցումը մարդկանց ցավին դարման լինելը չի կատարվում իշխանությունների կողմից, մենք տեսնում ենք, որ երկար, այսպես տարիներ շարունակ անգամ իրենք չեն բարեհաճում ծաղկեպսակ խոնարհել և ցավոք սրտի ես պիտի արձանագրեմ, որ նաև ծնողներից ինձ վերջերս մեկը մոտեցավ, ասեց, որ տաքսու վարորդն է բերել և պսակը դրել կառավարության կողմից, պաշտպանության նախարարության կողմից, սա վերաբերմունքը հասկանում եք, սա պետության վերաբերմունքն է այն հերոս տղաների, որոնք իրենց կյանքի գնով ազատագրել են Արցախը, հետո իրենց կյանքի գնով Հայաստանի Հանրապետության տարբեր սահմաններն են պահել և այսօր էլ ծնողների նկատմամբ այդ վերաբերմունքը, գիտեք, որ եռաբլուրում ինչպիսի բառեր չեմ խփում, ինչպիսի վերաբերմունքի արժանացան որդեկորույս ծնողներին, իրենց քաշ տալով, բռնություն կիրառելով, իսկ հետո այդ կեղծ ծնկի գալը իրենց նիստերի ժողովների ժամանակ, դա արդեն մեկ դերասանի թատրոն է դառնում և ոչ մեկ չի հավատում իրենց կեղծ, այսպես ասած, նախընտրական արդյունքներին։ Դա կրկնում եմ, այդ վերաբերմունքը պիտի ցուցաբերեն յուրաքանչյուր ընտանիքի ամենօրյա հոգածության, ամենօրյա ուշադրության կենտրոնում, այս հերոսների անցած ճանապարհը լուսաբանելով, ֆիլմեր նկարելով, ոչ թե այս կամ այն փոքրամասնության ֆինանսավորում տալով, գիտեք, որ փոքրամասնության մասին է խոսքը, այլ այսօր տեսեք, բոլորը լեգենդար ճանապարհ են անցել, ամեն մեկը մի հերոսական ուղի է անցել, այս մարդկանց, այս հերոսների օրինակով պիտի դաստիարակվի սերունդը, բայց ցավոք սրտի իրենք այլ ուղղության վրա են գնում, ոչնչացնելով, ավիրելով, մոռացության մատնելով, ուրացման ճանապարհով, մեր սիմվոլների դեմ արշավով, մեր խորհրդանիշների դեմ արշավով, արցախյան փառավոր ճանապարհ անցած մարդկանց հետապնդելով, աքսորներով, բերդերը լցնելով, քրեակատարողական հիմնարկներ, այսօր քրեակատարողական հիմնարկներում կան բազմաթիվ
հերոսական ճանապարհ անցած մարդիկ, որոնք որ այսօր գտնվում են անազատության մեջ քաղաքական հայացքների պատճառով, որ դեմ են եղել։ Այսօր ես տեսեք մեր Ռոստինա Արայի տղան եւ այսօր իր հայրը անազատության մեջ է։ Այսօր Գարիկը Գալեյան, հերոս Մխիթար Գալեյանի ծնողը անազատության մեջ է։ Դա մեր անպատվությունն է, մեր ամոթն է։ Եվ տենց շատ մարդիկ, որոնք որ ամենաթանկն են տվել մեր երկրին, մեր պետությանը, մեր ժողովրդին, այսօր ստիպված են, չգիտեմ, բերդերում, չգիտեմ, զնդաններում, այդ վիշտը իրենց սրտում, այդ մորմոքը իրենց սրտում, այդ ծանր առողջական վիճակով էլի ինտեղից պայքարել հանուն պետականության, հանուն մեր անկախության, հանուն հարատև Հայաստանի եւ նորից եմ կրկնում, մենք երբեք չենք կարող լիարժեք պետություն եւ ազգ դառնալ, եթե մենք արժանավույնս չենք գնահատում մեր հերոսներին, եթե մենք արժանավույնս չենք գնահատում հերոսացին ծնողներին, մայրերին, իրենց քույրերին, իրենց ընտանիքներին եւ կրկնում եմ, դա պետք է ամենօրյա խոնարհումի, պատկառանքի, ուշադրության կենտրոնի, սերունդներ դաստիարակելու ճանապարհն է, միակ ճիշտ ճանապարհը, այս իշխանությունների օրոք դա անհնարավոր տեղի ունենա, այս իշխանությունները այլ ճանապարհով են գնում, որ գոհացնեն Ադրբեջանին ու Թուրքիային, սա որևէ ազգային մարդու, գիտակցություն, բարոյականություն ունեցող մարդու սրտով չի կարա լինի եւ չի կարա այդ տեսակ մարդը հանդուրժի այն ամեն ինչ որ տեղի ունենում։